Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Գլոբուսի այս կետերը տարբեր աշխարհամասերի հակամարտություններն են թիրախավորում, այդ թվում հայ-ադրբեջանականը, որն ըստ էկոնոմիստ հեղինակավոր պարբերականի վերլուծության աշխարհում այս պահին ընթացող ևս 6 կոնֆլիկտի հետ եկող տարի 2026-ին կթեժանա։ Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանն ու Ադրբեջանը նախաստորագրել են խաղաղության պայմանագիրը, Բաքու Երևան առևտուր արել, փորձագետների մայրաքաղաքից մայրաքաղաք ուղարկել։ Անընդհատ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի գլխավոր նախադրյալը այնուամենայնիվ մնում է իմ կարծիքով իր ռազմական շատ ուժեղ այս բալանսի փոփոխությունը, որ ինքը շարունակում է իր անվտանգային դինանոցի ուժեղացումը, այսպես կոչված, ու ռազմական էսկալացիա կլինի այն դեպքում, երբ հայ-ադրբեջանական բանակցային գործընթացը մտնի փակուղի, բլոկ լինի, այսինքն։ Կան դրա նախադրյալները, մասնագետն ասում է, Ադրբեջանը ոչ ամերիկյան նախախաղաղության կուլմինացիայից առաջ, ոչ էլ դրանից հետո, այդպես էլ չդադարեց մեզ հետ ուժի դիրքերից խոսել, ու նաև հիշեցում ինքնիշխան Հայաստանը շարունակ ընդհուպ միջև Ալիև, հռչակվում է այսպես կոչված արևմտյան Ադրբեջան։ Ավելին, խաղաղասեր Ադրբեջանում այդպես էլ չեն արձագանքում պաշտոնական Երևանի առաջարկին, խաղաղության գործընթացին հասնելու ճանաչել ինչպես արցախցիների միջազգայինորեն ճանաչված վերադարձի իրավունքը, այնպես էլ նրանց դարձյալ այսպես կոչված նորահայտ փախստականների հարցը, չեն արձագանքում, այնպես կարծես չեն էլ լսել։ Իրենց կողմից ուժի լեզու շարունակում է աշխատել այնուամենայնիվ, ինչը միանշանակ բարձրացնում է տեղային էսկալացիաների ռիսկը թեկուզ, տեսնում են ամեն օր ռազմական առումով ուժեղացող Ադրբեջան։ Այն, որ ստանդարտները երկակի են ու խաղաղության փաստաթղթին զուգահեռ Ադրբեջանը օր-օրի ամրացնում է իր անվտանգային համակարգն ու անվտանգային իմունիտետը պետության, հասարակության, սա պետք է մեզ համար որոշակի ազդակ լինի մշտապես պատրաստվելու եւ ուժեղանալու համար։ Երկխոսության փորձեր առանց նախկին ինտենսիվության քաղաքագետն այսպես է բանաձևում հայ-ադրբեջանական բանակցությունների ներկա փուլը։ Ագրեսիվ հռետորաբանությունը լրացնում է խաղաղասիրական ձայնը։ Նուրբ ու մանր ասեղի հարվածներով հայ կինը հյուսեց մեր պատմության թելերը, կադրում այն թափի ասեղնագործության նմուշներից է։ Այն թափի հայ ձեռագործը ասեղնագործության հիմքում պահում էր թևավոր խաչն ու հայի ինքնությունը, ու նույն հայի ձեռքով ու մտքով ձևավորված հայկական մշակույթը դարեր շարունակ թշնամին իր չարամիտ ռազմավարությամբ յուրացնում է։ ՅՈՒՆԵՍԿՕ-ն է օրեր առաջ այն թափի հայկական ասեղնագործությունը հռչակել թուրքական մշակույթի մաս։ Արտառոց չէ թերևս, որ մշակութային ժառանգության պահպանությանը կոչված այս կառույցը, որի բարի կամքի դեսպանն է ի դեպ Մեհրիբան Ալիևան, գրչի մեկ հարվածով հինավուրց հայկականը թուրքական է ներկայացնում, ու սա առաջին դեպքը չէ։ Անթափի ասեղնագործությունը իրապես ծնվել է եւ զարգացել է եւ բնորոշ է հենց այն թափի հայերին, կանայք, ովքեր ժառանգաբար այս արհեստը ստացել են, փոխանցել են սերնդեսերունդ, այն նաեւ շատ տարածված է եղել որպես ասեղնագործության տեսակ, որով հենց օժիտ են պատրաստել հայուհիների համար։ Հայկական ասեղնագործության արմատները պատմական Հայաստանից են։ Այստեղ են հայ կանայք ձևավորել ասեղնագործության ավանդույթներն ու բարդագույն տեխնիկան։ Փաստերի պակաս չկա։ Գրքեր, հոդվածներ, փրկված նմուշներ, որոնք առ այսօր պահվում են Հայաստանի տարբեր թանգարաններում։ Այն թափում, Մարաշում, Իզմիրում ձևավորված հայկական ասեղնագործական տեխնիկան թուրքերը հայերից են սովորել, շեշտում է ժողովրդական վարպետն ու որպես ապացույց վկայաբերում հայտնի հոդվածը, որտեղ կա վկայություն, որ թուրքերը հայերից են ասեղնագործել սովորել։ Հոդված կա Բաղդալյանի, որտեղ նա նշում է, որ հայերի հետ ասեղնագործում էին նաև երկու թույլ կանայք։ Այդ հոդվածը լույս է տեսել 20-րդ դարի սկզբին։ Այն թափի ասեղնագործողը այդպես էլ կոչվում է։ Այսինքն դա վկայություններից մեկն է, որ մեր ասեղնագործությունը տարածվել է նաև թուրքերի մեջ։ Մասնագետները ընդգծում են, նույնիսկ ցեղասպանությունից հետո այս արհեստը հայի մշակույթից չոտարվեց։ Այն թափում ստեղծվեց միսիոներական կազմակերպություն, որտեղ հազարավոր սփռոցներ, անձեռոցիկներ ու տարատեսակ այլ իրեր էին գործում եւ արտահանում եվրոպական երկրներ։ Մասնագիտական աչք է հարկավոր, որպեսզի տարբերակես հայկական զարդապատկերն ու թուրքական կեղծիքը։ Երբ որ ուսումնասիրում ես այն հրատարակած նյութերը, որ Թուրքիան ցույց է տալիս որպես ասեղնագործություն, զարդանախշերը ավելի փոփոխված են, ավելի բուսական մոտիվներ կան, ոնց տարբերենք այն թափի ասեղնագործություն։ Նախշը հաշվարկում է խիստ
երկրաչափական ձևով։ Դա կարող են լինել խաչեր, շեղանկյուններ, քառակուսիներ, բազմանկյուններ, եռանկյուններ եւ այլն։ Պետք է լինի սպիտակ կամ կաթնագույն բնական գույնի, շատ նուրբ եւ զարդանախշային կառուցվածքը մաքսիմալ բարդ։ Մեր ամբողջ կիրառական արվեստն է այդպեսին։ Զայրացած բորբոքված են մասնագետները, մինչև իրենք փորձում են կատարվածի հետևանքները շտկել, թշնամին նոր ռազմավարությամբ առաջ է տանում իր կեղծիքը ու ոտքը ավելի երկար մեկնում։ Վերջին տարիներին Հայաստանի տնտեսությունը թռիչքաձև աճ էր ցույց տալիս եւ դա կապված էր ապրանքների արտահանման հսկայական աճի հետ։ Ապրանքներն այդ, սակայն մեծամասամբ չէին արտադրվում Հայաստանում։ Ռուսական ապրանքներն էին բերվում Հայաստան, հետո արտահանվում կամ դրսից գալիս էին մեզ մոտ եւ արտահանվում երրորդ երկրներ։ Մի խոսքով, մենք տարանցիկ հաբ էինք դարձել։ Ձրի փողերի ժամանակը սակայն ավարտվում է։ Ռուսաստանը էականորեն նվազեցրել է Հայաստանի միջոցով իր ապրանքների արտահանումը։ Արտահանումը նվազել է 52.8%-ով, որին հիմնականում նպաստել է ոսկու, արծաթի եւ պլատինի վերարտահանման կտրուկ նվազումը։ Նախարարի ամիսներ առաջ հրապարակած տվյալները դրական դինամիկա ցավոք չեն արձանագրել։ Լույս հիմնադրամի տվյալներով արտահանման անկման տեմպը մի քանի ամիս շարունակ մեղմվելուց հետո օգոստոսին կրկին վատթարացել է, հասնելով 40.8%-ի։ Հունվար-օգոստոս ամիսների արտահանման անկումը 48.8% է եղել։ Ուսումնասիրության համաձայն վերարտահանման, այսինքն ոչ մեր արտադրության ապրանքների ծավալները ճշգրտելու դեպքում արտահանման աճը ընդամենը 2.5 է, ինչը ցույց է տալիս, որ արտահանման պոտենցիալն է էականորեն նվազել։ Հիմա ոչ միայն անկում է կատարվել այս ինչի կթեյել, այս ոսկու արտահանման քուչիկը, այլ նաև մեր հիմնական ապրանքների արտահանումը քննի ունի մեծագույն, կապված տարբեր խնդիրներով, նաև նրանով, որ հայկական դրամը վերջին շրջանում հանգացած օրենքներից մեկն է։ Իսկ որն է սեփական արտադրանքի արտահանման ծավալների նվազման պատճառը։ Սեփական արտադրանքը պղնձի հանքանյութն է, ծխախոտը եւ ալկոհոլային խմիչքները, կենցաղային տեխնիկան եւ բջջայինները, որոնք եւս մենք իբր արտահանում ենք, ինչպես հասկանում եք, վերաարտահանվող ապրանքներ են։ Դե այստեղ հանգամանքը, որ դրամավարկային դարաշրջանության քննադատից հայկական դրամը ամրացել է, թանկացել է եւ սա առաջին նպաստում նրան, որ մեր արտադրությունը արդյունաբերությունը զարգանա։ Այս պահին հայկական դրամը ԱՊՀ տարածքներում ամենաարժևորվածներից է, ըստ այդմ ցանկացած ապրանք բավականին ոչ մրցունակ է դրսում։ Աշխատավարձ, էլեկտրաէներգիա եւ ապրանքի արտադրության process-ում ծախսվող ցանկացած բանի համար ձեռնարկատերը վճարում է դրամով, դրսում դոլարով, այն նույն ապրանքի ինքնարժեքը արդյունքում ավելի բարձր է լինում, քան ԱՊՀ երկրներից բերվող մրցակիցներինը։ Հայաստանի Հանրապետությունում այս պահին ձեռնտու է ցածր քանք ունեցող բարձր ներդրումով, նաև ՏՏ եւ դատար ոլորտների հիման վրա արտադրանք ստեղծելու։ Կառավարության հույսն այն է, որ հնարավոր ապաշրջափակման դեպքում Հայաստանից արտահանվող ապրանքների ինքնարժեքը էականորեն կնվազի, սակայն մյուս կողմից պաշտոնյաները նշում են, թե օրինակ կոնյակի արտահանման համար նպաստավոր ճանապարհը Լարսն է։ Ինչ վերաբերում է Թուրքիայի սահմանին նրա տարածքով Եվրամիություն արտահանելու, ոչինչ այս պահին մենք չունենք։ Հայկական ապրանքների գերակշիռ մասը որևէ կերպ չի համապատասխանում եվրոպական նորմերին։ Այսինքն սահմանների բացման դեպքում Հայաստանից արտահանման մեծացում սպասելն առնվազն միամտություն է։ 2026-ին շուրջ 230 դպրոց ներառյալ սահմանամերձ շրջաններինը այլևս չի գործի։ Փոքրաթիվ աշակերտներ ունեցող դպրոցները կփակվեն ու կմիավորվեն։ Սյունիքի մարզից օրինակ 45, Շիրակից 40 դպրոց է փակվելու։ Փոխարենը կառավարությունը մինչև 2026 թվականը խոստանում էր կառուցել 300 դպրոց եւ 500 մանկապարտեզ, սակայն մինչև այժմ կառուցվել, նորոգվել ու շահագործման է հանձնվել 60 դպրոց միայն։ Արդյունքում ունենք փակված դպրոցներ, կրթական բազում խնդիրներ ու անորոշ ճակատագրեր։ Ճանապարհների խնդիրներ ունենք, որտեղ ձմռանը ճանապարհները երկար ժամանակ փակվում են, երբեմն լինում է, չէ՞, որ երեխան օրինակ առավոտյան վատ է զգում, կարող է 1 ժամ բաց թողել, հետո գնալ իր դասին։ Այս դեպքում նման հնարավորություն չի լինելու։ Դպրոցների փակումից հետո երեխաները ձմռան այս ցրտին ստիպված են լինելու ոտքով մի քանի կիլոմետր կտրել անցնել հարևան գյուղի դպրոց հասնելու համար։ Եղանակային պայմանների պատճառով ըստ փորձագետի լուրջ խնդիրներ են առաջանալու, այդ թվում Գեղարքունիքի ու Շիրակի մարզերում։ Տեղափոխության խնդիրը հատկապես կսրվի առաջինից 4-րդ դասարանցիների պարագայում։ Այստեղ եւս որոշակի խոստումներ է տրվել կառավարության կողմից։
փակվող կամ միավորվող դպրոցների համար նախատեսվում են հաստիկներ, ուղեկցողի եւ վարորդի։ Այդ կոնկրետ այս բայի դրությամբ անհասկանալի է դրա ֆինանսական բաղադրիչը ինչպես են ապահովելու։ Արդյոք կարող է, եթե օրինակ դպրոցը ունենա միկրոավտոբուս, հասցնի 3-4 համայնքներից երեխաներին հավաքագրի եւ ճիշտ ժամանակին, օրինակ 9:00-ին հասցնի դպրոց։ Մենք կոմունիկացիոն ցանցի խնդիրներ ունենք։ Մյուս դեպքում խնդիր է առաջանում նաև ուսուցիչների համար, կլինեն տնօրենների, ուսուցիչների, հաշվապահների եւ այլ հաստիկների կրճատումներ։ Այդ աշխատատեղերը կպակասեն եւ մարդիկ հակված կլինեն գնալ այն գյուղերը, որոնցում դպրոց կա, ու այսպես ինքնաբերաբար մարդիկ կսկսեն մտածել հեռանալու մասին։ Դպրոցները մեր հատկապես բարձր լեռնային սահմանամերձ բնակավայրերում ունեն համայնքաստեղծ նշանակություն։ Դրա հիման վրա կազմավորվում է հենց այդ համայնքը։ Եթե մենք դպրոցը հանում ենք համայնքից, ըստ էության մենք դատապարտում ենք գյուղին ուղղակի դատարկվելու։ Կամաց տեղափոխվում են քաղաքներ, հիմնականում մայրաքաղաք։ Ցավոք սրտի շատերն էլ մայրաքաղաքից ուղղակի դուրս են գնում, երկիրն են լքում։ Եթե գյուղում երեխա չլինի, համայնքը ինչպես կապրի, հազանգում են կրթության ոլորտի փորձագետները։ Փակման գործընթացը ըստ մասնագետների կարող է ունենալ շղթայական հետևանք, ու դրանք կզգացվեն ոչ միայն կրթական համակարգում, այլև սոցիալ-տնտեսական ոլորտներում, վտանգելով համայնքների կենսունակությունը։